Մասնակ Սալաև քարորիա պատերազմին 16 թվականին եւ այս վերջի պատերազմին ինքը ազգային անվտանգության օֆիցեր է, լեյտենանտ է, տան մինուժարն է, հեսա սպասում եմ ծնողներն պիտյան ամեն օր ստեղ են լինում, քանի որ մեկելու մասում էլ ուրիշ։ Ամուսնացած էր ձեր։ Մի ամիս ու կես առաջ է եղալ ամուսնացած։ Ամուսնացալա Շուշի, Զաքսովանցալա Շուշի, Զոհովալա Շուշի։ Այ իրան ճակատագիրի տենսա դրտի որը։ Ես ճիշտն ասած ավտոբուսում գալու ժամանակ տելեֆոնով եմ կարդացել, որ շատ տհաճ է իրոք, վարչապետը իրան շքախումբով եկել է, ես նույնիսկ հարկ չի համարալ, որպեսզի մոտիկան այս Արցախի զոհերի վերջապես մեր ազգային ազատագրական շարժումից սկսած թե առաջի պատերազմի, թե երկրորդ պատերազմի, քարորիայի, թե քարորիայով, թե պայթունը բանը որ կա, դες ինչքան քանի հազարավոր մարդիկ են զոհ, ինքը հարկ չի համարալ մոտիկան այս կոթողին, որտեղ սա է մարմնավորում խորհրդանշան բոլոր զոհերը։ Դե ես ինչ ասեմ։ Այդ օրը ես ընդհանրապես չեմ ընդունում։ Ես ոչ թե որ ես հիմա եկել եմ ստեղ ընդունում եմ, չէ, որտեղ մենք ամեն օր ենք ստեղ։ Ամեն աստուծո ամեն օր աղջիկը ստեղ, պես ստեղ։ Մենք էլ քանի որ տարիքով ես մեր տիկին ենք ստեղ, մենք էլ շաբաթը մի օր, ամիսը 2-3 անգամ, էլ չեմ ասում հիշարժան օրերի հետ, որով էլ ապարտավոր ենք կյանք էլի։ Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը խուսափում Արցախից։ Վախը։ Մեծ գերազանցություն վախը, այն վախը այն ձև է մարմնավորվել այդ մարդու մեջ, որ ինքը ամեն ինչը ընդունական է, մենակ եթե իրան չկպնեն։ Դա մենակ վախը։ Նկատի ունեմ Ադրբեջանից, այն խոստումները, որ ինքը տվել է, այդ խոստումների տակ ես պիտի կարողանա դուրս գա։ Եթե դուրս չի եկավ, դե արդեն ինչ ճակատագիրը թա իրան հետ ինչ ձևի կվարվի ես չգիտեմ դա։ Վախով հնարավոր է խաղաղություն հաստատել երկու։ Ոչ մի անգամ։ Միակողմանի խաղաղություն հնարավոր չի լինի։ Ոնց կարա լինի։ Այո, ինչպես հասկացա Արցախից եք, ինչպես եք ընդունում այն խոսակցությունները, որ այս իշխանությունները ասում են արցախցիները չեն պայքարել, մնային կռվային։ Գիտեք ինչ գույքս։ Ես կյանքում ընդհանրապես պատմություն առարկան լավ եմ ուսումնասիրել, թեկուզ պատմաբան չեմ, բայց ես իմ ընդունում սովորելու ժամանակ 6 պատմություն եմ ուսումնասիրել։ Հին աշխարհի պատմություն, միջին դարերի պատմություն, հայ ժողովրդի պատմություն, ԽՍՀՄ պատմություն, հասարակագիտություն եւ նորագույն պատմություն։ 6 պատմություն։ Այդքան ուսումնասիրելու ժամանակ ես չեմ տեսել դեռ մի պատմական ընթացք, երբ բանակը հետ քաշեն, մարդիկ պայքարեն։ Բանակը նրա համար է, որպեսզի պաշտպանի պետական սահմանները եւ բնակչությանը։ Հիմա դու հետ ես քաշել մեր շրջաններից բուֆերային գոտին թողալ ազատ, փրկամ ասում ես 30-35 հազար կյանք եմ փրկել։ Հարցածակում ում կյանք ես փրկել։ Զինվորը պիտի խաղաղ բնակչության կյանքը փրկի։ Հիմա դու զինվորը թետս քաշալ, թողալ ընտեղ այդ մարդկանցը 10,000 զինվոր, ասենք Արցախի պաշտպանության բանակը եւ խաղաղ բնակչությունը 130,000 մարդ։ Հիմա այդ ով պիտի ընդ պայքարի։ Առավել եւս որ ասում ես 5 միլիարդ դոլարի զենք զինամթերք եմ թողել, դեռ յուղը վրեն։ Մի անգամ ասում զենք չեմ, բանակին զենք չունեցալ պայքարելի։ Մեկ էլ ասում այդքան թողել եմ, նոակ թողել։ Հիմա զենքը ինքը իրան կարակում, հա։ Նրան պիտի հետագայում հետևի պիտի մարդկային գործը լինի, չէ։ Այս 4 հոգին, 2 գեներալը, մեր ազգային անվտանգության գեներալներին, զամնա, այս մեկը գեներալն է, ինքն է, մեկը 4 հոգին եղալ այդ դիրքը, որ միասին զոհվել են, բայց մեկը քանի որ մի 3 օրից հետո է զոհվել, արդեն դեստեղ են թաղում ժամանակ քերտականություն, այնտեղ է հուղարկավորված հարութը, 4 հոգին, 2 լեյտենանտ, 2 գեներալ, սա է, Շուշի մատուցներում է, Սխնախ յուղում։